Բարև ձեզ, Դավիթ, ես Թորոսյանն եմ, Երևանի ԵՔԲ-ի գլխավոր մասնագետն եմ։ Ես եմ ընդունելու ձեզնից տերբեկարգի գործնական քննությունը։ Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննության մեկնարկից առաջ վարորդի թեկնածուներն արդեն մի քանի շաբաթ են նման իրազեկում են ստանում։ Ձեզ տեղեկացնեմ, որ ձեր քննությունը տեսա ձայնագրքում։ Սա 19-ամյա Դավիթ Մինասյանի գործնական քննության առաջին փորձն է։ Վարորդի թեկնածուն ասում է, մինչև քննության գալն արդեն տեղյակ էր նոր կարգի մասին։ Հետևել եմ լուրերին, իմացել եմ, որ տեսախցիկներ են տեղադրել մեքենայի սրաներում։ Հաշվառման քննական ստորաբաժանումներում թեթև մարդատար տրանսպորտային միջոցները համալրվել են տեսաձայնագրող սարքավորումներով։ Սա ըստ հաշվառման քննական բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Թորոսյանի կարևոր է թափանցիկ եւ օբյեկտիվ միջավայր ապահովելու համար։ Լինում են դեպքեր, երբ վարորդի թեկնածուն չի ընդունում իր կատարած օրենսդրական կամ վարժական խախտումը, տեսախցիկները հենց դրա համար են նախատեսված, որ կարողանաս տվյալ քաղաքացուն վարորդի թեկնածուին բացատրես իր կատարած խախտումը։ Քննության ողջ ընթացքը ավտոդրոմից մինչև քաղաքային երթևեկություն տեսանկարահանվում է միաժամանակ մի քանի կողմից, որը հնարավորություն է տալիս ոչ միայն վերահսկել վարորդի թեկնածուի գործողությունները, այլև բացառել սուբյեկտիվ մոտեցումները։ Հաշվառման քննական տարածքային բոլոր ստորաբաժանումներում առկա թեթև մարդատար տրանսպորտային միջոցները համալրվել են տեսանկարահանող սարքերով։ Տեսանկարահանող սարքերը նկարում են մեքենայի առջևի հատվածը, սրահի հատվածը եւ հետնամասը։ Անհրաժեշտության դեպքում տեսագրությունները կարող են դառնալ քննության արդյունքների բողոքարկման հիմք։ Վերահսկողությունը իրականացվում է հաշվառման քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների լիցենզավորման համակարգման բաժնի կողմից, այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն լինում գործնական քննության արդյունքներին, կարող են բողոքարկել իրենց գործնական քննության արդյունքը եւ տեսաձայնագրության միջոցով ել ավելի պարզ կլինի դրական է ստացել գործնական քննությունը թե բացասական։ Ապագա վարորդը վստահ է, նոր համակարգը հատկապես կարևոր է վիճարկումների ժամանակ։ Օրինակ վիճարկումների ժամանակ քննությունից հետո տեսախցիկները կարող են ապացույց հանդիսանալ, որ թե որտեղ է սխալվել վարորդը։ Դավիթ Մինասյանը հենց առաջին փորձից հաջողությամբ հաղթահարեց վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությունը։ Մոտ գործել խաչմերոք։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, արդեն իսկ արձանագրվել է գործնական քննության բողոքարկման 2 դեպք։ Տեսաձայնագրություններն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ տարածքային ստորաբաժանման տեսուչների կայացրած 2 որոշումներն էլ ճիշտ են եղել։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։